իրականությունը, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այս ֆիլմում շատ բաների մասին կխոսենք, բայց ավելի շատ սա ուղղված է հատկապես այն երիտասարդներին, այն սովորողներին, որոնք ցանկանում են իրական հայ լինել, հայ մնալ։ Եվ սա ոչ թե միայն պարծանք է, որ մենք հայ ենք, այլ պետք է հասկանալ ամբողջությամբ ինչ է նշանակում հայ, կամ ինչ է նշանակում որևէ մի ազգ կամ ցեղատեսակ, եւ ինչն է մեր նպատակը այս աշխարհում, ինչի համար ենք մենք ապրում։ Բայց մինչ այդ ամենին անցնելը քննարկենք մի քանի բան, որ ես այս ամենի մասին խոսել եմ դեռ շատ շուտ, եւ նույնիսկ վերջին մի քանի ֆիլմում նորից խոսել եմ այս մասին։ Ինչի մասին է խոսքը։ Այս ամենը տեսնելով դուք բոլորդ կհասկանաք ձեր իրական իրավիճակը եւ նրանց թալանը եւ ամեն ինչ։ Անուն ազգանուններ օֆշորներում Հայաստանից գողացված բաժանած իրենց այդ խմբակներ եք ասում, կուսակցություններ եւ այլն դրանց միջև եւ ընդհանուրը որքան գումար են ամեն մեկը տարել։ Այս տվյալները ես դեռ ձեզ ասել եմ մի քանի տարի առաջ, քանի որ այդ մասին ես ունեի տեղեկություն, բայց նաեւ մոտ օրերս նաեւ նշվում է եւ ամերիկական մի շարք ընկերություններ ներկայացնում են նաեւ Ամերիկայի ամենահարուստ ազգերը, որոնց մեջ է մտնում նաեւ Հայաստան, բայց այդ մասին չի խոսքը։ Հայաստանը այդտեղ, ինչպես այստեղ գրել եմ, 400 միլիարդ դոլարի կարգի գումար ունի։ Հիմա հասկանանք, Քորշունը օֆշորներում ունի 30 միլիարդ, գողացել է 88 միլիարդ, երբ որ ես ասում եմ այդ գործարանները, գիտահետազոտական ինստիտուտները եւ անընդհատ հանքեր եւ այլն փայատել լինելը, երբ որ գործարանները իբր վաճառում էին, բայց նշանակում էին մի քանի կազիոլների, այսպես ասած, եւ դրանից հետո նրանք ամեն ամիս փակվում էին Բագրատյանին, Բագրատյանն էլ Քորշյանը, հենց այս ամենը այդ գումարներն էին։ Եվ Քորշյունը բոլորից շատ է բաժանել, նույնիսկ սրանց մեջ է նաեւ տալիս գումար, որպեսզի ինքը միշտ մնա սուրբ եւ նաեւ այդ հրեշական, հետո դրանից հետո իրեն այդ բոլոր շնիկները հարստանան եւ խոսեն իր մասին լավը։ Եթե մարդը մինչև վերջ տկլոր լինի, թեկուզ վախեցած, մի կերպ էլի կասի իր ճշմարտությունը։ Դրա համար այդ տականքներին տվել է ամենաշատ գումարը մինչ օրս, քանի որ այդ բոլոր 35 տարիների ընթացքում Քորշյունը տվել է, որպեսզի հասկանան։ Ընդհանուր գումարը Քորշյան 159 միլիարդ է, 159 միլիարդ։ Ռոբերտ Քոչարյան 87 միլիարդ օֆշորներում, այն Արտակ Կարեկ գեներալ եւ այլն, եւ Միրանը, սրա Միրանը, այդ բոլորը օֆշորներում են։ Ամենից քիչը օֆշորներում ունի Նիկոլը, բայց Նիկոլի այս 17 միլիարդը ոչ միայն օֆշորներում են, Նիկոլը արձերն Արցախը վաճառելուց նաեւ ստացել է Ալիևից, բայց Նիկոլը սրանց փոխանցում չի արել, այլ արձերն է տվել, դրա համար Նիկոլի վրա նստած է այս գումարը, բոլորը կեղտոտ տականքներ են։ Հայաստանի Հանրապետությունից Նիկոլը տարել է 3 միլիարդ, Նիկոլի այդ Եվրոմիություն եւ այլն վերցրած պարտքերը եւ այլն, Նիկոլը ավելի քիչ է տարել, քան սրանք, բոլորը բաշխվել է, քանի որ ոստիկաններ, դատավոր, դատախազներ, այդ բոլորը նաեւ սրանցն են։ Բաժանել է
Ռոբերտ Քոչարյան կոչվածը ալբանացին 9 միլիարդ գումար, ամենից շատը Քորշունն է բաժանել։ Նարիմանովը բաժանել է 11 միլիարդ գումար, իսկ Նիկոլը, որը ունի 20 միլիարդ դոլար, նա բաժանել է ընդամենը 1 միլիարդ։ Ինձ թվում է հասկանում են այս ամբողջ թվաբանությունը ովքեր որ նայեն։ Իսկ եթե մենք նայենք այս մյուս գրաֆիկին, ապա այստեղ տեսնում ենք, որ Քորշունը տարել է ամբողջ գումարները, սա իրեն խմբին կամ կուսակցություն է կասում ինչ կամ իր հետևը պահողին տվել է այսքան, ազգը այդ 2 միլիոնը ստացել է այսքան գումար։ Մեկ մարդը ստացել է ընտանիքով, թե մեկ մարդ համարենք այսքան գումար, ամբողջ հայերս Հայաստանի ստացել ենք այսքան գումար, 4։ Եթե մենք վերցնում ենք ալբանացուն, ապա ալբանացին մի փոքր ավելացրել է իր մարդկանց և ժողովրդի գումարը, մի փոքր ավելացրել է։ Նույն մակարդակի վրա է պահել նաև Նարիմանովը, և Նարիմանովն ու սա նույն քանակի տարել են այդ գումարները, մխսելով ամեն ինչ։ Նարիմանովը նաև, քանի որ ազգը հասկանում էր ինչ է կատարվում, նաև այդ իր տականքներին ավելի շատ է վճարել, որպեսզի այդ տականքները պահեն իրեն, կարողանա մնալ։ Իսկ վերջում ձեր կոկոլիկը ամենից շատը ինքը վերցրել է իր համար, տվել է Արարատ Միրզոյան, այնտեղ մի քանի հոգի կան, դրանց գումարներ, որպեսզի կարողանա նրանք իրենից չազատվեն, ոչ թե նրանցից վախենալով, այլ նրանց կարող է նաև շանտաժ անել, որ վերցրել եք, պետք է հետևս պաշտպանեք։ Նույնը այս ընտրությունների ժամանակ այդ բոլոր այդ նախագահ և այլն, նրանք էլ միլիոնի չափով գումար են ստացել, պահպանելով կոկոլի հետևը։ Իսկ մարդիկ համեմատած Ումուդովի և Նարիմանովի հետ, այս երկու ալբանացի և Նարիմանովի հետ, մի քիչ ավելացրել է ժողովրդի գումարը, դրա համար այս ընտրություններում են 1000 դրամ ավելացրած կամ իբր ձրի բուժում և այլն, այդ մարդիկ կոկոլին ձայն են տվել, իսկ ամենից վատ իրավիճակում եղել է Քորշան ժամանակ մարդկանց։ Սրանք մեծ հաշվարկներ են, որպեսզի ես ձեզ չգցեմ այդ հաշվարկների մեջ ցույց տամ այդ ամբողջ թվաբանությունը, այստեղ կարճ ձևով ներկայացնում եմ ինչը ինչոց է, ինչպես է։ Վատնած գումարի հետ միասին տականքները ունեցել են 533 միլիարդ գումար։ Բացի դա, որ սրանց մեջ բաժանվել է, նաև նրանք գույք և այլն, նաև վատնում էստեղ այնտեղ սրան նրան կաշառելով, որ գործարքներ կատարեն, 533 միլիարդ ԱՄՆ դոլար է եղել։ Գումարած դրան ոչ գրանցված կամ ոսկի գույք, այսինքն տարբեր մարդկանց վրա, նույնիսկ հայեր կան, որոնց անուն ազգանունները փոխվել է, մեկը դարձել է ռումինացի, մեկը դարձել է հույն, մեկը դարձել է բրազիլացի, մեկը դարձել է արգենտինացի, և նրանց վրա այդ բոլոր գույքերը և այլն, որոնք հայի անազգանուն այլևս չեն կրում, ինչ կարգի տականքություն են արել, 800 միլիարդ ԱՄՆ դոլար է, այդ ամբողջը։ Դրա համար նրանք լինելով նարկոտրաֆինգի մեջ, նաև Ալիևի հետ համագործակցելով, Էրդողանի հետ համագործակցելով, նրանց ոչ հայրենիքն էր պետք, ոչ էլ պետք էր, որ դուք զարգանայիք, և նույնը այսօր գնում է արդեն Հայաստանի իրական վերջը։
Քորշունը ինքը չգիտեր, որ իրեն Մոսկվայից ինչ խոստում տվել են, իբր Հայաստանը այդ կնոջ գլխով բարակ վզով այդ 30,000-ը պետք է մնա։ Բայց որ արդեն Ալիևը եւ մնացածը բարձրացեցին բրուտի ծրագիրը, ապա Քորշունը մնաց, ինչպես ասում են, աննասունի կարգավիճակով, եւ հիմա փորձում են իրենց կարճ ուղեղով փրկել ոչ թե Հայաստանը, այլ փրկել իրենց գումարները, եւ իրենք էլ են տեղյակ այս մասին, որ իրենց գումարների մասին նույնիսկ ամեն մեկի որ բանկում, որ օֆշորում ինչքան ունեն, այդ բոլորը կա, եւ կրկնություն չլինի, հազարանոց նահանգների այդ դեսպանատունը Հայաստանում դա անտեղի չէր տեղադրված եւ հայերի մեծ մասը կամ Ռուսաստան են կամ նահանգներում են, այլ երկրներում ավելի քիչ են եւ դրա համար դրանք, ինչպես նշել եմ նաեւ Քորի Լակոտը այդ Դավիթ կոչվածը եւ Վանո Սիրադեղյան ձեր սիրելի տականքը ադրբեջանցի, դրանք էին ղեկավարում ամերիկյան ճյուղը, եկան Ռուսաստան Լևոն Հայրապետյանին եւ Սերժ Ջիլավյանին ոչնչացնելով, թողեցին միայն իրենց Աբրահամյան այս Սամվել Կարապետյան տաշիր-մաշիր իրենց այդ ճտերին, դրանք իրենց լվացքատներն են միայն, եւ այսօր ոչ թե գնում են նա, թե Հայաստանի հետ ինչ կլինի, սրանք եւ իրենց բոլոր այդ մակուլատուրան, բոլորը մտածում են, թե իրենց հետ ինչ կլինի, ախ Երանի մի քանի տարի էլ կարողանան այդպես մնալ, քանի որ ձեր գլուխը աղբով լցնող այդ ամբողջ օրը այդ հեռուստակայաններ, ինտերնետ այդ կապը եւ ամեն ինչը ձեզ գցում է շփոթության մեջ եւ լսելով մեկ սրան, մեկ նրան չեք հասկանում, թե իրականում որ կողմի վրա է քամին փչում եւ դուք ձեզ արդեն սոված տկլոր դարձրած տերևի նման, թե քամին որ կողմից պետք է գա եւ ուր պետք է ձեզ քշի, դրա համար այդ էլ չեք հասկանում, թե ինչ է կատարվում իրականում։ Հայաստանի Հանրապետության կործանիչները Քորշուն, Հայաստանի քանդման ճարտարապետ տականքահայր, միանգամից հանդիսանում է 3 երկրների լրտես, Մոսադի, Թուրքիայի մասոնական այդ արևելյան օթյակի, միևնույն ժամանակ KGB-ի լրտես։ Դրա համար սա ոչ մի լավ բան պետք է չանի, ոչ թե ձեռքերը պետք է վեր բարձրացնի, վաղուց, շատ վաղուց սրա վիճակը պետք է լիներ հորիզոնական։ Ալբանացին Հայաստանի Հանրապետության սննկացման տականքը, դրանից սկսվեց նաև սննկացումը, ամեն ինչ տալ ուրիշի եւ միայն $100 լինի աշխատավարձը, որպեսզի $100 մարդիկ աշխատեն, իսկ $100-ը, եթե իրականության մեջ վերցնենք, ցանկացած Հայաստանի այդ ժամանակներում, դա միայն սանիտարական առարկաներ գնել, օճառ, ատամի եւ այլն, այդ սանիտարական բոլոր սարքերը գնել, որովհետեւ մարդիկ ոչիլ էլ չունեն, իսկ մնացածին արդեն ուտելուն դա բավարար չէր։ Նույնը գնաց նաև Նարիմանովի ժամանակ։ Նարիմանովի ժամանակ նաև գնաց այդ սուտ գեներալներ, մեներալներ եւ այլն, ինչպես Ռուսաստանում էր, պետք է դա վերանար, գողականները ավելի շատ շատացան Նարիմանովի ժամանակ եւ մարդիկ էլ վախու սարսափի մեջ էին, փոխանակ օրը մեկին դրանցից վերացնեին եւ այդ մլիցեք եւ այլն։ Իսկ Կոկոլի հրահանգը ընդհանրապես ուրիշ է։ Կոկոլը խաղում է սրանց բոլորի ամենալավ խաղը, քանի որ Կոկոլն է հանդիսանում 4 երկրների լրտես։ Կոկոլին երբ որ
բռնեցին մարտի 8-ին, Կոկոլը այդ ժամանակ ստորագրեց, որ դառնում է ռուսական KGB-ի գործական։ Կոկոլը մինչև այդ, երբ որ ծառայում էր Վանոս Սիրադեղյանին, այդ ժամանակ արդեն ինքը հանդիսանում էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների լրտես։ Քորշունը նրան այդ թվերից տանելով ստամբուլյան այդ մասոնական հավաքներին, Նիկոլը այդ ժամանակ դարձավ նաև լրտես Թուրքիայի և միևնույն ժամանակ մասոնների ծրագիրը կատարող։ Այժմ մասոնների մասին ասեմ, որպեսզի հետագայում հարց չունենաք, քանի որ մեծ մասը հին ֆիլմերը չեք նայում։ Հիմա կասեք մասոնները առաջացել են Ֆրանսիայում, այո, Բրուտը կարող է ասել, որ Հովանոցը, Զոնտիկը չինացիներն են առաջինը ստեղծել, կարող է ասել Պյութագորոսն էլ գտավ պիթիվը, դա Բրուտն է ասում, բայց իրականության հետ դա ոչ մի կապ չունի։ Նույնը է այստեղ Նիկոլի հարցով։ Մասոնները դրանք հանդիսանում են բոլոր երկրների հարուստ և միևնույն ժամանակ պաշտոն ունեցող մարդիկ, որոնց միջոցով Բրուտը կարող է ոչնչացնել այդ երկիրը կամ ինչ ցանկանում է այդ երկրի հետ կատարել, քանի որ մասոնությունը դա իբր ախպերություն է և ախպերությանը ինչ հրահանգ տրվի, ախպերությունը պետք է կատարի։ Եվ հենց էս է, որ Նիկոլը նաև 4 երկրի տականք է, միևնույն ժամանակ նաև Քորշան Դավիթի հետ լինելով նաև Իսրայելի այդ խմբերի մեջ սիոնիստների, Նիկոլը խաղում է ամենակեղտոտ, ամենաբարդ խաղը և Նիկոլի համար և սրանց համար սրբություն չկա, սրանց համար հայրենիք չկա, քանի որ սրանք միայն հիմնված են փողի վրա, այդ գումարները, որ ունեն սրանք, որը օֆիցիալ տվյալներով իբր գրում են մի օր Գեյթսը, մի օր էս, մի օր են համար առաջին, և Ռուսաստանի միլիարդատերերը և այս տականքները ավելի ունեն, քան գրանցված այդ բոլոր միլիարդատերերը։ Եվ սրանց միլիարդները օֆշորներում ուրիշներն են վայելում։ Սրանց վրա այդ գումարը գալիս է, քանի որ սրանք դա չեն էլ կարող այդքանը օգտագործել։ Միայն այդ թվերին նայելով ուրախանում են այս ոչխարները, չհասկանալով, որ աշխարհում ամեն ինչ սուտ է, կարող է մի վայրկյանում ամեն ինչ փոխվել։ Այդ էլ այդ տեսակետից։ Իսկ հիմա ինչ են նրանք նորից փորձել, որպեսզի նստեն իրենցից այս երկուսը և իրենց սարքած այդ փուճիկ Սամվելը, Տաշիրի Սամը։ Այստեղ ոչ թե նրանք նորից Հայաստանի մասին են մտածում, այստեղ նրանք նորից մտածում են իրենց մասին։ Իրենք ամեն մեկն էլ այս 4-ից ստանում է հրահանգ։ Այս պահին ամենից քիչ հրահանգը ստանում է Նարիմանովը։ Իսկ այս երկուսը Նիկոլը կրկնակի սրանից շատ է ստանում, նաև հրահանգներ է ստանում իրենց տականքահայրը։ Բոլորը գնում են տականքահոր մոտ, ասելու հրահանգներ նստացել են, և տականքահարը ինչ տալիս է, նրանք դա էլ կատարում են, քանի որ իրենք ուղեղ չունեն։ Նորից եմ կրկնում, երբ որ սրանք հանդիսանում են իրենց ուղեղով, մակարդակով և բոլոր հատկություններով հատակին, իսկ պետք է ամենաբարձր կետին գտնվողները զբաղվեին երկրի հարցով, դրա համար և երկրի վիճակն է սա, և միևնույն ժամանակ սրանք ի վիճակի էլ չեն դրանից ավել մտածել և հասկանալ։ Ինչպես ֆիլմերում նշում եմ, սրանք նաև չեն կարողանում հասկանալ, թե եվրոպացին կամ ամերիկացին կամ թեկուզ ռուսը իրականում ինչ են իրենց ասում, դա էլ չեն հասկանում։ Սրանք միայն տրամադրված են, որ իրենց ունեցածը չփախչի,
Նման են մի պարավ կնոջ, որը նստած է մի գնացքում, որտեղ խուլիգաններ են գնում գալիս, եւ իր այդ Նիկոլի այդ վեշմեշոկը, խուրջինը, ձեռքներին պինդ սեղմած նստած են, որ ոչ ոք չտանի, մենակ դրա մասին են մտածում, նրանք ուրիշի մասին մտածել չեն կարող կամ ուրիշ բանի, եւ ամենակարևորը էստեղ, օրինակի համար, եթե մենք վերցնենք Սերժի ժամանակ կամ սրա ժամանակ ինչ-որ դեսպաններ կամ ինչ-որ մինիստրներ, նրանք կարող են ինչ-որ տեղ հետ քայլ կատարել։ Նույնիսկ սրանք կարող են, այս երեքը կարող են հետ քայլ կատարել։ Նիկոլը հետ քայլ կատարելու ոչ հնարավորություն ունի, ոչ էլ ցանկություն, քանի որ գիտի, եթե ինքը չեղավ առաջի մարդը, իրեն գնդակահարելու են հայերը։ Եթե չես սրանցից ով էլ նստես կամ սրանց մարդը, ազգը պահանջելու է, որ սրան նստեսնեն եւ կախ։ Դրա համար ինքը ամեն գնով հիմա նորից պետք է մնա, իսկ սրանք սվաղում են այդ ամեն ինչը, որ Նիկոլը մնա, քանի որ իրենք էլ կորցնում են իրենց միլիարդները։ Եվ Նիկոլը գալիս է վերջին զրույցը, որը տեղի է ունեցել մի քանի հոգու մեջ, որտեղ այս տականքն է ներկա եղել, որ հրահանգվել է նահանգներից իբր Նիկոլին, որ բոլորդ միասին պետք է մասնակցեք այդ ադրբեջանցիների գալը, ինտերնետի միացումը ադրբեջանական ցանցին եւ ադրբեջանցիների վերադարձը իրենց հայրենիք։ Եվ դրա համար սրանք հետևները պատրելով ստեղծեցին այդ եռյակը, որ իրենք մնան այդտեղ, որպեսզի կարողանան այդ ծրագիրը կատարել։ Հիմա էլ մտածում եմ, որ ազգը կարող է ոտքի կանգնի բորբոքվի, դրա համար լռություն է, դատարան են տվել եւ այլն, իբր այդ Տաշիր Սամոն էլ ոտքի անում, ոտքի չեն ելնում, ոչ ոք էլ այդ Տաշիրի կամ այս ալբանացու ժամանակ ոտքի չեր եղել այդ միտինգների ժամանակ, նույն մարդկանց Լֆիկի, Դոդի, այդ Տաշիրի աշխատողներին եւ մլիցեքին հագցրած գրաժդանսկի շորեր տանում էին բոլորի այդ հանդեսներին, իբր ժողովուրդը սրանց է ընտրում եւ հավաքված է սրանց շուրջը։ Այդ ամեն ցիրկը կատարեցին։ Իսկ այս հետ ընտրական բլեֆները այստեղից խոսել, այնտեղից խոսել, հատկապես այստեղ սրան եմ ուզում ասել, այնպես լոպաս, իբր ամեն ինչ հասկանում է եւ սա էլ ոչ ոք չի հարցրել, բայ այդ ինչպես է իր արտասահմանում սովորում, ում փողերով է սովորում, Սերժիկ Նարիմանովի, թե Սերժիկ Նարիմանովի փեսու, սրանք բոլորը կապված ծրագիր են, ամեն մեկը ունի իր փայաբաժինը, այստեղ փայաբաժինը սրանց այս մնացած այս խաժամուժի, նույնը նաև սրա, ինչպես բրուտներն են կատարում, իբր Ռոքֆելլերը միլիարդատերը եւ տրիլիոնատերը, մի լավ տուն են տալիս, այդ տունը իրենց համար ինչ տարբերություն, պետք է ինչ-որ կինոթեատր լինի, թե լավ տուն, մի 30-40 հոգել մլիցեք են կանգնացնում 4 կողմը, իբր ուժեղել ախրանա ունի, եւ այլ շորեր հագցնում ցուցադրում, որ այ տեսեք ինչ ախրանա ունի, ասում է տանը վերընկի, առ այսքան գումարն էլ կեր խմի, երբ որ պետք է լինի կզանգենք այս ամեն ինչը խոսած, նույնը սա է, եւ սրանք ամեն մեկը ինչպես նարկոբիզնեսում, կարող է նաեւ ֆիլմերում դիտած լինեք, բերում են ամբողջ գումարը տալիս այդ նարկոբիզնեսի շեֆին, ամենքին մի պաշկա գումար է գցում, եւ սրանք ամեն մեկը ծառայել են մի պաշկա գումարի համար, եթե ազգադավություն են արել այս գյադեն, սրանք, այս բոլորը 1 միլիարդից պակաս, ապա դա ավելի վտանգավոր է, քան սա ունեցած մի 20 միլիարդը, կամ մյուսներինը։ Եվ այս ծաղրացումները ես բոլորին չեմ կարող ներկայացնել, դուք բոլորդ էլ գիտեք, Հայաստանում որքան կան այդ հաղորդումներ խոսում են, Նիկոլը գնաց այստեղ էս ասեց, Նիկոլը այնտեղից եկավ էս ասեց,
Սերժիկն էս ասեց, այդ բոլորը ձեզ խափելու համար է, ձեր ուղեղը լցնելու եւ ժամանակ շահելու, որպեսզի հետո սվաղեն եւ այսօր գնում են նաեւ այդ շինարարությունը, այսինքն դա շինարարությունն էլ չի, մի երկու կալոդեց արդեն ադրբեջանցիք փորել են, այդ կաբելները պետքա գան, ռուսականը պետքա կտրվի, այստեղից ադրբեջանականը մտնի։ Հետո էլ արդեն պատրաստել են այդ, որոնք պետք է գան Հայաստան ապրեն։ Եվ սրանք պետքա համաձայնվեն, բա ինչ աներ, միլիարդները կորցներ չաներ, այն մյուսները, սրանք նորից պետքա խոսեն, այսպես արեցինք, բայց եթե վերցնում ես բոլորին, բոլոր պաշտոնյաներին 4-ի ժամանակ, ոչ մեկը հայանպաստ ոչ մի քայլ չի կատարել եւ ոչ մեկն էլ չի էլ կատարելու, քանի որ սրանք միայն դրա վրա են հիմնված, ուրիշ ոչինչ չի։ Բայց այստեղ ինչն է ցանկանում ասել։ Այսպես թե այնպես, ինչպես լինում է կարճատև փոթորիկներ եւ ջրհեղեղներ կամ երկաշարժներ, դրանից հետո հանգստություն է։ Բրուտը այս ամենը կատարելուց հետո պետք է ունենա որոշ երկար ժամանակ հանգստացում։ Ձեզ համար հանգստացումը, բայց նա աշխարհին պատրաստում է մի նոր պատերազմի։ Այստեղ էս բոլորին հավաքելու է։ Սա միլիարդից ավել ունի։ Այն մնացածը չասեն 20 թե որքան կամ քորշունը կամ մնացած այդ 4 տականքները։ Բա դուք ինչ եք անելու։ Երբ որ չիպային սիստեմը մտցրեց, այդ գումարներն էլ տուն եք առել, էս եք առել, են եք առել եւ այլն, կարող է ամեքի կնոջ վրա լինի մի 2 միլիոնի բրիլյանտեր։ Էդ է մնալու։ Էդ էլ երբ որ քարտային սիստեմը մտավ, դա էլ չեք կարողանալու օգտագործել։ Սրանք իրենց եղածով կարող են գնալ եւ քանի որ այդ երկրների լրտեսներ են կամ պետքա գյուլեն կամ ասեն է արի էս տեղը գախնի ապրի։ Բա դուք ինչ եք անելու, էս մնացածը։ Սրանք գոնե մի անգամ, եթե ոչ Հայաստանի մասին, ապա իրենց ընտանիքի մասին մտածում են, թե ոչ։ Ես կուզեի, որ այս տականքներն էլ նայեն հասկանան։ Այժմ ձեզ եմ ներկայացնում աշխարհի քարտը, որպեսզի դուք ինքներդ կարողանաք մտածել, թե այստեղ ինչ եմ ցանկանում ասել։ Եվ բրուտները, եւ մի քանի ուսումնասիրողներ, այստեղ պաղեստինցիք, մեր մասն եմ նկարում, Աֆրիկան չեմ նկարում։ Այստեղ հայերը, ադիգեները, չուաշները եւ այստեղ լեհերը, գերմանացիք, այստեղ այդ նորվեգացիք եւ այստեղ արդեն շոտլանդացիք։ Այսքանն են եղել այս մասում։ Մինչև այստեղ այսքանն են եղել։ Այս մասում այսքանն են եղել։ Այս մասում են մի քիչ եղել, մի քիչ այստեղ եւ այստեղ։ Հիմա հարց, Աֆրիկայում էլ եղել են այստեղ։ Հիմա հարց։ Հայկական բոլոր ասացվածքներում ինչը դիտես, նայես, միշտ շեշտվում է, որ 7 պորտա են կողմ, 7 սարը են կողմ, նույնիսկ հեքիաթներում։ Այսինքն մարդիկ խո հիմար չէին։ Եթե այս ընթացքը տևել է 80,000 տարի, որ նորից գանք այս կետը, նորից շարունակենք այսպես վերև, ապա մարդիկ խո հիմար չէին, որ այս մի փոքր Հայաստանում մնային։ Եվ այստեղ էլ այս մի քանի տեսակն են, այսինքն պետք է գնային տարածվեին, սրանք այս կողմից, սրանք այս կողմից, պետք է գային տարածվեին տարբեր կողմերի վրա, ճիշտ է։ Եվ դրա համար, երբ որ ձեզ խափում են այս ազգերը, այս ցեղերը, այստեղ դրանք բոլորը ցեղատեսակ են, այսինքն հայը դուրս է եկել, պաղեստինցին էլ է դուրս եկել, վիկինգն էլ է դուրս եկել, վիկինգը հասել է բացի մենք հայերս, որ հասել ենք, վիկինգը այս ճանապարհներով հասել է նույնպես այստեղ։ Դուրս ենք եկել։ Այսինքն չի եղել ոչ թուրք, ոչ ազերի, ոչ ռումին, ոչ
բուլղար, ոչ ֆրանսիացի, ոչ իսպանացի, ոչ այլ։ Սրանք էստեղից տեղափոխել են էստեղ, մի մասն էլ գերմանացի, լե եւ այլն, նաեւ այս շուաշմաշներին բերելով լցրել են էստեղ, հետո էստեղ աճեցնելով բերել են լսել էստեղ, մեզ էլ ասում են հիմա էլ դուք եկած եք։ Այդ ամենը պետքա մտածել, պետքա ով ձեզ, այդ երեխաներին եմ հատկապես ասում, ով ձեզ բացատրում է այդ ամենը, պետք է տակ այս հարցը, բայց չէ որ այդ ժամանակ հին ազգերից մենք էինք, այսինքն մենք պետք է գնայինք այստեղ, այնտեղ, եթե չկային այլ հին ազգեր 3000 տարուց, 4000 տարուց առաջ, ապա ինչի որտեղից գետնի տակից նրանք ծնվեցին եւ մենք իբր Տիգրան մեծը դարավ նվաճող եւ վերցրեց այսքանը, այդ ամենը պետք է կարողանաք հասկանալ, որպեսզի նաեւ հակառակորդին հարց տաք, գցեք նրան այնպիսի նեղ իրավիճակում, որ չկարողանա դրա տակից դուրս գալ։ Իսկ այժմ այդ Նախիջևանի մասին որ գրել էի, Նախիջևանում մեկը գրել է, որ այդտեղ Դավթի մասին է խոսքը, Սասունցի Դավթի, մեկը գրել է տատս այդտեղացիա Նախիջևանա եւ այլն։ Սիրելի բարեկամներ, ես ոչ թե հիմնվում եմ դրա վրա, 980-ական 87 թե 89 թվականին Բրուտը հավաքեց բոլոր աստվածաշնչերը ամբողջ աշխարհով մեկ որքան հրատարակվել էր, հատիկ հավաքում էին, բոլորը վառեցին եւ նոր աստվածաշունչ գրեցին, եւ հայերի մտքում որ մնացել է Նախիջևան բառը, որ նոյը իջել է Նախիջևանում, դա հենց այդ գրքից է, եւ աստվածաշունչը 20-ից անգամ ավել փոփոխվել է եւ մինչ օրս էլ փոփոխվում է եւ այդ մասին այդտեղ է գրված եղել եւ այդ գիրքը նաեւ սովետական միության ժամանակվանից Ռուսաստանում կա պատմության թանգարանում, բացի դա նաեւ այդ գրքում նշվում է, որ երկրագունդը մի հարթ տարածություն է, որը գտնվում է 3 փղերի վրա, 3 փղեր են իրենց վրա տանում, եւ այդ ամբողջը պատրեցին, ջնջեցին, ոչնչացրեցին, հետո գրեցին Աստված ստեղծեց տիեզերքը 7 օրում եւ այլն։ Դրա համար, եթե հարցը տալիս եք, ապա կամ գրում եք, որ չգիտեի, պատասխանը դա է։ Միգուցե այդ ֆիլմում չեմ նշել, որ այսպես էին գրել եւ այլն, բայց իրենք ունեն դա գրած եւ հայերի մեծ մասի հիշողության մեջ, ում էլ հարցնես ասես Նախիջևանը, պետք է ասեն, որ Աստվածաշնչում կար նման բան, գիտեն այդ ամենը, եւ արևմտյա հայերը եւ արևելահայերը բոլորն էլ գիտեն այդ մասին, որ այդպես գրված է եղել, նաեւ 401 թվականին, երբ որ հայերի համար ստեղծեցին, նաեւ այդտեղ է գրված եղել, եւ այդ գրվածքը ես խնդրել եմ տղաներին կգտնեն նաեւ հայկական հին այդ աստվածաշնչից, որը մնացել է մի քանի օրինակ, կտեսնեք, որ այդտեղ կա այդ ամենը։ Իսկ այժմ այս մասին նորից շարունակենք, եւ եթե դուք այստեղ ծնվել եք եւ պետք է ուտելիք փորձեք գտնել կամ տարածվել, հետո մարդիկ տեսել են, որ պետք է հեռու բարեկամներն իրար հետ ամուսնանան, որպեսզի խելացի երեխաներ ծնվի։ Դրա համար նաև տարածվել են, մարդիկ շատացել են եւ տարածությունը սկսել են իրենց մեծացնել։ Բայց այդ ժամանակ այն մնացածը չեն եղել, այսինքն եթե մնացածը չեն եղել, մենք մնացել ենք նույն տեղում եւ 1915 թվականին եւ հիմա 2 միլիոնի չափ Հայաստանում, թե այստեղ այլ բան է կատարվում։ Իսկ անցյալներում ավելի շատ ենք եղել ամբողջ աշխարհով մեկ տարածված։ Դրա համար ցանկացած հարցը, որ տալիս են, պետք է իմանալ
հարցի պատասխանը կամ լոգիկայով մտածել, այստեղ պետք չէր, որ իմանալ, որ հայը հին ազգ է։ Այստեղ պետք էր իմանալ, որ մի քանի հին ազգ էր, օրինակի համար Բրուտը շեշտում է եգիպտացին, հույնը եւ հայը, լավ, եթե մենք հին ազգեր ենք, եւ Պարսիկն էլ գրում է, որ 3000 տարի, այսինքն 3000 տարի առաջ չկար, մենք այս բոլոր ուղղություններով պետք է շարժվեինք, իրենք էլ պետք է այդպես շարժվեին։ Այժմ այս հարցի մասին ես միշտ ցանկացել եմ խոսել, բայց երեկվա գիշերը ստացած առավոտյան նայելով խալթեցի Հայաստանի Հանրապետության մասին։ Ուշադիր լսեք, երկար բարակ էր, ես ներկայացնում եմ մի քանի մաս։ Մենք կարող ենք ոչնչացնել բրուտին, բայց հետո, այսինքն բացատրությունը, քանի որ ես չեմ էլ սիրում երկար բարակ գրել, ասեմ։ Ինքը շեշտում է, որ կարող են գաղտնի ձևով նրան ոչնչացնել։ Բայց մենք այդ քանակը չունենք։ Բայց եթե դրանից հետո ընկավ չինացիների ձեռքը կամ ռուս թուրքերի ձեռքը, այդ որ Պուտին մոլլայի պես աղոթում էր չեչենների մոտ եւ այդտեղ նաեւ Ալիևի մոլլեն էր եւ Էրդողանի մոլլեն, դրանք բոլորը միանում են ավելի ուժեղ ձևով են մեզ վերացնում, բայց հետո մտածել եք այդ ամեն ինչի մասին։ Այսինքն պետքա բրուտին կամ բացատրել, կամ հասկացնել։ Իսկ եթե մենք չունենք այն քանակը, որ կարողանանք դրանից հետո աշխարհը հսկենք, այսպես թե այնպես աշխարհը պետք է ընկնի մեկ ուրիշի ձեռքը։ Իսկ եթե ընկավ ավելի կեղտոտի ձեռքը, ավելի դաժանաբար իրոք մեզ վերասես, գոնե այդ տականքը մի քիչ հասկանում է, որ մենք խելացի ենք, պահպանում է թեկուս այլ երկրներում։ Բայց եթե եղավ թուրքերը եղան, եւ այդ բոլոր մուսուլմանները միացան առանց մտածելու, որ նրանք տարբեր ցեղատեսակներ են ու սկսեցին բոլորին ջնջելով գնալ, բա հետո դրա համար, երբ որ ասում եք ինչի չի վերացնում, պատասխանը դա է, թե չէ իրենք նաև Իվան Իվանովիչի հետ խոսելուց, նաև չեմ ուզում անունը տալ, նաև Շվեդիայում կա նույնպես մի անձնավորություն, նրանք բոլորն էլ գիտեն, որ ցանկացած թագավորական ընտանիքներում կան նաև ծպտյալ հայեր, որոնց եթե գենետիկ ստուգեն, կարող է հայ դուրս չգա, բայց նրանց միտքը, նրանց ուղեղի ստացած ինֆորմացիան ինքնություն է իրենց, նրանք հայ են, կարող են ցանկացած պահի ոչնչացնել, բայց հետո կարող ենք օգնել Հայաստանի Հանրապետությանը, երկրորդ պունկտը, բայց հետո, այսինքն եթե եկան այդ Սերժիկ, Մերժիկ, բոլորին հնձեցին, ջարդեցին, փշրեցին, գնացին, տվեցին ձեզ, հետո ինչ եք անելու, նորից Սերժիկի նման մեկին չեք ման գալու, Նիկոլի նման մեկին կամ ձեր մեջից նորից նույն մարդիկ չեն մլիցեկը լինելու, այսինքն ձեզ է պետք, նախ դուք ձեզ փոխեք, ձեր միտքը փոխեք, հասկանաք, ինչ եմ ես անդադ խոսում, որպեսզի երեխաները հայ, գոնե իրականում հայ մեծանան, դուք հայ չծնվեցիք, հայ չմեծացաք, բայց ձեր երեխաները հայ են, գոնե նրանք հայեցի մեծանան, դրա համար մի աղերսեք, այլ ուժը ձեր մեջ փնտրեք, ցանկացած մարդ կարող է ցանկացած երևույթ հաղթահարի, եթե ինքը մտածի եւ գտնի ձևը, ամեն ինչի ձև կարելի է գտնել, նույնիսկ Սերժիկ Մերժիկից այդ գումարները, որոնք տարել են, հետ բերելը կարող եք գտնել, քանի որ նա արդեն հանգիստ է դրանով, իսկ ասում եք գողը, նա մեկ քայլ առաջ է նրանից, ով որ կատարել է դա, կամ ում նկատմամբ պետք է կատարեն, մի սողացեք, դա լավ երևույթ չի, թեկուզ սոված իրավիճակում, մի սողացեք, այդ ձեր, այդ հատկապես 50-նանց կամ 40-նանց տղամարդկանց, բա ձեր երեխեն ձեզ չի ասում, այ պապ թքե մերեսիդ, այ մամ թքե մերեսիդ, վամո չի գնացել եք Նիկոլին կամ այդ ալբանացուն եք փաթաթվում, եւ այլն, եւ մի նախանձեք, այլ ունեցեք
հատկություն, որպեսզի կարողանաք դուք հասնել բարձունքների։ Մի ուրանա էթնոսդ ամենակարևոր պահը, ուրիշինը դա քոնը չէ, դու օտար ես միշտ։ Մենք հիմա արտասահմանում ենք շատ հայերս, բայց մենք այստեղ օտար ենք։ Թեկուզ եթե տան այս երկրի համար առաջի ղեկավար էլ, նորից մենք օտար ենք այստեղ, սա մերը չէ։ Ինչը քեզ ինչպես ստեղծելա, որտեղ ստեղծելա, դա է քոնը, մնացածը դա քոնը չի։ Եվ սա պատահականությունը, թե սա ինչը, ես հետագայում ձեզ կասեմ։ Ամեն մի էթնոս, եւ կենդանիները, եւ բնությունը, եւ հոտը, եւ օդը, ամեն ինչը ունի իր յուրահատուկ ձևն ու իր տեղը, որտեղ ստեղծվել է, այդ ամենը ստեղծվել է այդ ձևով։ Մենք չենք կարող դա փոխել։ Դուք ուրախացեք, որ դուք հայ եք։ Կան հայեր, որ ասում են, ափսոսում են, որ հայ են։ Եթե 2 միլիոն տականք, որը հայ է, բայց տականք է դարձել, նրանք էլ ասեն հայ եմ, ես էլ ասեմ հայ եմ, ես պետք է ամաչեմ, նրանք պետք է ամաչեն, որ ասեն հայ ենք, քանի որ նրանք հայեցի ոչինչ չեն կատարել, ոչինչ չունեն։ Անընդհատ մտածեք, մի փորձեք գոնե 1 ժամ չմտածել, անընդհատ մարդու ուղեղը պետք է մտածի, եւ աղբերը, ինչ աղբ կա, ուղեղներիցը թանեք, որպեսզի ուղեղը ավելի արագ աշխատի, ինչպես կամպյուտերի այդ դիսկն է, եթե շատ աղբ կա մեջը, նա դանդաղ է սկսում աշխատել, իսկ եթե նրան մաքրում ես կամ ասում ես, այս ուղղությամբ եմ մենակ այս պահին մտածում, ավելի արագ ես այդ ամենը կատարում։ Եվ սովորեք վել լուծել ձեր ստացածը, այն ինչ ստանում եք, վել լուծեք։ Միացրեցիք, խոսում է ինչ-որ մի տականք, սրանցից այս տականքներից ինչ-որ մեկը, սա է խոսում կամ սա է խոսում, սա լավ բան չի ասելու, անմիջապես անջատ է, ինչի դա պետք շարունակությունը լսես։ Մի խնայիր ազգադավին, ստախոսին և խաբեբային, մեկ խնայի, եթե խնայեք, նա ձեզ չի խնայելու, միտքդ կրկնիր քո ներսում, հետո արտահայտվիր։ Եթե ցանկանում ես ինչ-որ բան ասել, նախ մտածի, կարգավորի, դասավորի միտքդ քո մեջ եւ հակիրճ ասա, երկար բարակ մեկ խոսի։ Եթե ինչ-որ մեկին ուզում ես վիրավորել, ապա, ինչպես հայրս էր ասում, մինչև 10 քո մեջ հաշվի, հետո կտեսնես կամ կասես, կամ ավելի մեղ, կամ միգուցե ավելի խիստ ասես, բայց հաշվիր քո մեջ։ Եվ ամենակարևորը մի բան բասի, դա ամենակեղտոտ բանն է աշխարհում։ Քեզնից կգողանան ամեն ինչ, բացի քո միտքը, այսինքն անընդհատ աշխատիր քո վրա, որ քո ուղեղը բարձր լինի։ Դու կարող թեկուզ աղջիկ տղա եք, որպեսզի հասկանաս այդ դիմացի տղան թե աղջիկը ինչ է քեզանից ցանկանում ուզել։ Ինչն է նրա նպատակը, ամուսնանա, երեխաներ ունենա եւ թխսի նման նստի տանը, խելք չունենա, թե ինչ է նրա նպատակը, կամ այդ տղան քեզ ուզի, քանի որ հայրդ հարուստ է եւ ինչ։ Եվ աղքատությունից մեկ վհատվի կամ վատ զգա, կամ վատ հագնված շորերից, միտքն է կարևոր, թե քո արժեքը որքան է, ամենակարևորը արժեքն է։ Դրա համար ես մեր 111-ը հիմա 400 քանի հոգի են, չինացի եւ այլն, կարևորը նա չի, թե նրանք ինչ պայմաններում են այսօր ապրում, կամ ինչ են ուտում, կամ ինչքան գումար ունեն, նրանք ավելի բարձր են, քան բրուտը, թեպետ բրուտը ունի, ինչպես այստեղ ներկայացեցի Քորշանը եւ մյուսներին, ավելի շատ գումար, քան նրանցից որևէ մեկը կամ միասին վերցրած ամբողջ աշխարհը։ Այժմ, այս նույն հարցը տվել են շարժիչների մասին, այս բանաձևը բոլորդ էլ լավ գիտեք, ին եւ ուն իրար հավասար են,
Այսինքն հոսանքի ուժը հավասար է լարումը բաժանած հաղորդիչի էլեկտրական դիմադրության վրա։ Եվ այստեղ կարևորը որն է, օհմը իմիջիալոց, եթե մենք հաշվենք հայ աստվածներին հանենք, հայ աստվածներից հետո կամ հայերի բարձր տված մտքերից հետո օհմը հանդիսանում է և Էյնշտեյնից բարձր, և Նյուտոնից, և բոլոր այդ գիտնականներից բարձր, օհմը ամենաբարձր գիտնականն է, եթե օհմը չունենար այս ամենը կարող է նույնպես ստվել։ Ուրեմն այստեղ, եթե մենք ունենք այդ շարժիչը, ինչ-որ մի հայ ստեղծում անուն ազգանունը չհիշեցի, որ նորից գրեի, եթե մենք վերցնում ենք մարդկոց, ապա այս մարդկոցը ինքը այստեղից գնալով էլեկտրոնները դրականից բացասական կամ բացասականից է դրական, այդ մասին չխոսենք, այստեղ այլ ձևով է կատարում, այստեղ այլ ձևով։ Եվ այդ փոքրիկ մասնիկները այդ դաշտի սկսում են հավաքվել սրա շուրջը և հոսանքը այսպես շարժում է, անցնում այստեղ փակվում և դրա համար լամպերը վառում են։ Հիդրոէլեկտրակայանում մենք ուժ ենք տալիս, որպեսզի հիդրոէլեկտրակայանի գեներատորի այդ ձեր լեզվով ասած ֆռիկը պտտվի, որի պտույտները այդ նրա թերթիկները պտտվելով, որի պտույտները վեր են ածում, որպեսզի ավելի շատ գետնի տակից, քանի որ գեներատորը նաև այստեղ հողակցած իրականում այդպես է գալիս, հոսանքը ոչ թե պլյուսից է գնում, որպեսզի նա կարողանա ավելի շատ մասնիկներ իր շուրջը հավաքի։ Եթե օրինակ Եվրոպաներում շատ է տեղի ունենում, երբ որ 500,000-անոց բարձրավոտ լարերը գնում են և թռչունը մոտ կես մետր, 1 մետր հեռավորության վրա թռչելուց անմիջապես այրվում է, քանի որ այդ ամենափոքրիկ մասնիկները էֆիրի, նրանք կարողանում են շատ ավելի իրենց շուրջը հավաքել։ Այդ է պատճառը, օրինակ այս Wi-Fi և այլն, այս հեռախոսակապերը, ռադիոկապը և այլն, այլ ձևով է, նորից այդ ամենը, ինչ կատարվում է, այդ ամենը այդ մասնիկների միջոցով է կատարում։ Երկրագունդը, քանի որ ստիպողաբար է ինքը պտտվում իր առանցքի շուրջը, տիեզերքի շարժիչը բոլոր տիեզերական մարմիններին ստիպում է պտտվել իրենց առանցքի շուրջը, և նա պտտվելով իր առանցքի շուրջը ինքը դինամոյի դեր է կատարում, և այդ դաշտերը, քանի որ այստեղ շատ հզոր են, քան իրենից դուրս լուսնի մոտ արագությունը 1 կիլոմետր վարկյան է, իր ներսում զերոն մենք հաշվի չենք առնում, քանի որ այդտեղ չկա, մինչև զերո չի հասնում, բայց մինչև 100 մետր այնպիսի արագությունների է հասնում և ջերմաստիճանը բարձրանում, դրա համար նա ունի մագնիսական դաշտ երկրագունդը, իսկ եթե այդ մարդը փորձում է անտեսել այս ամեն ինչը, այս փոքր ձևով, եթե մենք օվկիանոսից մեկ բաժակ ջուր ենք վերցնում, դա այլ բան, իսկ եթե մենք օվկիանոսին ասում ենք արի բարձրացի մեր սարը, այսինքն մենք պետք է այդ աշխատանքը կատարենք, որպեսզի նա կարողանա։ Ինչպես, եթե մենք սրբիչը դնում ենք մի թաց տեղ, ապա ինքը անմիջապես իր այդ մազանոթներով քաշում է ջուրը իր մեջ, բայց այստեղ, եթե ինքը ցանկանում է Հայաստանին ու աշխարհին էլեկտրաէներգիայով ապահովի, նա չի կարող, քանի որ տիեզերքի այդ ստեղծած դաշտը, էֆիրը նրան թույլ չի տա, որպեսզի որևէ բան չկատարելու
ձեռքերը գրպանը դրած, որպեսզի դաշտը կարողանա նաև երկրագնդից խլել այնպիսի քանակության մասնիկներ, որպեսզի կարողանա էլեկտրաէներգիա ստեղծի։ Իսկ եթե ցանկանում է այդ անձնավորությունը, որպեսզի ավելի գրագետ ձևով, առանձին մի փոքր ֆիլմ կանեմ, մի 2 օրով կգցեմ, նայեք, նորից կջնջեմ։ Էնպես որ այդ հայը, որը մտածում է, տվեք մի հատ մեծ գեներատոր, մի 100 կիլովատանոց գեներատորներ, տվեք, ասեք, դե փորձի սրան աշխատացրան, եւ մի քանի կոպեկ տվեք, թող աշխատացնի, կտեսնեք, որ չի կարող դա անել։ Փոքրերի համար դա ստացվում է եւ ամբողջ աշխարհում են կատարում, շատ երկրներում։ Իսկ արդեն երբ որ անցնում ես մեծերի մոտ չի ստացվում։ Ես ստացել էի մոտարապես 20 կիլովատանոց այդպիսի մի բան, բայց մի քանի ժամ աշխատելուց հետո այդ մագնիսները վառվում, թափվում են, քանի որ նա չունի այդ հզորությունը, որպեսզի մենք կարողանանք դաշտին ստիպել, որ դաշտ քեզնից այսքանն էլ տուր, մենք կատարենք աշխատանք պտույտ կամ գործողություն կատարենք, որը հետագայում աշխատանքի կամ ջերմության վերածենք, դաշտը ասում է, դե արի վերցրա, ես քեզ ինչպես տամ։ Այսինքն դու պետք է կատարես շարժում, որ դաշտը կարողանա քեզ տա։ Իսկ եթե դու չունես շարժում կատարելու, օրինակ չես տաքացնում, այստեղից ջուրը ցած չի իջնում եւ այլն, դու չես կարող դա ստանալ, կամ հողմայինը քամի չի փչում, դու չես կարող դա ստանալ, դա սուտ է։ Փոքրերի համար, նորից եմ կրկնում, հնարավոր է։ Այժմ նորից հայ երիտասարդներին, մի փորձեք լինել այս տականքների նման, թեկուս հարուստ։ Հարստությունը դա ոչինչ է։ Եվ վախով, ամբողջ կյանքում վախով, անեծքով ապրել։ Եղեք այս մարդկանց նման, Հայկի նման եղեք։ Եվ եղեք մաքուր, ազնիվ, բայց մեկ թողնի, որ ձեզ շահագործեն։ Ճանաչեք բոլորին։ Փորձեք մարդու դեմքին նայելով ճանաչել, նույնիսկ գնահատել նրա ուղեղի չափը։ Օրինակ, սրան նայելով կհասկանայիք, որ նրա ուղեղի չափը ձեր հատակին է հավասար, նույնը սրանց։ Իսկ սրանց ագահության չափը հավասար է Քեոպսի բուրգին։ Այսինքն կարողացեք գնահատել, կարողացեք ամեն ինչ վերլուծել։ Ձեզ տալիս են բանաձև։ Օրինակի համար տալիս են ինտեգրալ եւ ածանցիալ։ Եվ ասում են, որ գտել է այս ինչ ազնվորություն։ Բայց դուք ասում եք, այո սուտչուհի ջան, բա դուք չեք կարծում, որ այդ վանքերը, այդ կառույցները, որ հայերը կառուցել են նախկինում, առանց երկրաչափության, առանց ինտեգրալ, առանց ածանցիալի չեն կարող դա կառուցել։ Այդ ինչպես եղավ, որ հետո գտան։ Թե նրանք սարքել էին եւ այդպես ստացվեց, որ կարողացան կոնկրետ այդ չափերով, այդ ձևով սարքել։ Եվ ուսուցչուհին կհասկանա նույնպես եւ ձեզ կասի, որ ոչ երեխաներ, դա մեզ խափում են։ Իրականում այդ ամեն ինչը եղել է, նույնիսկ այս, որ բացատրեցի, հոսանքն է եղել, ամեն ինչն է եղել։ Միայն քանի որ երկրագնդին դեռ մի 6-7 միլիոն տարի ամենաքիչը վտանգ չի սպառնում, դրա համար հայերը դա թողել են գաղտնի, պետք չի դա եւ պետք էր ապրել միայն երկրի վրա եւ երիտասարդներիդ հեռախոսներ, կոմպյուտերներ շատ մեկ օգտագործի, աշխատեք լինել բնության մեջ, քարանձավներում, ծառերին, հատկապես մեծ բնով ծառերի մոտ, ոտաբոբիկ քայլել, փորձեք շուտ քնել, առավոտյան շուտ արթնանալ, որպեսզի արեգակից եկած այդ մասնիկները շատ մտնեն ձեր մեջ, որպեսզի կարողանաք ավելի առույգ լինել, առողջ լինել եւ առողջ միտք արթնանա ձեր մեջ։ Այսքանը։